Սաղ ճանապարհները փակելու ենք, սաղ ճանապարհները մուտք ու ելք չի լինի։ Մենակ ելնելու է վայրենին, սկորին։ Միջև հարցին լուծում չլինի։ Այն ժամանակ տենանք ինչ են անելու։ Գալու են ինչ անեն մեզի։ Դա մեր երկրի հարցն է։ Մենք չենք եկել ինչ-որ մենակ մեր հարցով խոսում ենք բոլոր այն փոքր երեխուց բռնցած մեծից վերջացած։ Դա բոլորիս հարցն է։ Եթե հարցի լուծում չեն տալու, մենք ճանապարհը փակելու ենք 100%։ Բոլոր տամոժնիները ու ոչ մեկ չի կարող մեզի ասի գիտես ինչ կա հանեք։ Ինչ հիմար հանենք։ Հանենք որ հարցի լուծում չստանանք։ Սա նստենք տուն, երկրի թողենք կործանվի, ինչ հիմար։ Կասեք ձեր անունասկան։ Վարդանյան Վարդան։ Դուք քանի տարի եք բախտերն 12 տարի։ Ստացել եք բառը կամ Հիմի կոնկրետ իմ քարտը փագա։ Սբերբանկի քարտը փագա, բայց ես չգիտեմ գնամ ինչ ալնելու ներգանամ։ Դրա խաթը չեմ հետը։ Երբ որ հայտնվում եք բերան չեմ կարայել ես կողմ։ Նայում նայում եմ խոսքի փագա իմ քարտը։ Պետք է այդպես ընդդեմ մեզ բանկը ղրգում է, ես ինչտեղ ես ինչտեղ ու վсё։ Ասում են ստեսություն 5 տարով կամ 3 տարով գնացիք, հաջողություն ձեզ։ Ու լիքը մարդիկ, տնից կա 2 հոգի մարդկանց դրել են 5 տարով զապրետ, այդ մարդիկ ինչ անեն։ Հիմա դուք զապրետի տակ եք։ Հիմա ես զապրետի տակ չեմ։ Բայց կորոն գնեն։ Քարտը ինչու է փակվում։ Ինչ հիմնավորմամբ են փակվում։ Ռուսաստանը դա մեզ 90 օր լրացելա կամ չգիտեմ ինչ-որ մի հատ իրանք դենց են ուզում, փագում են։ Չէ, 90 օրը լրացած ռեստերի տակ եք։ Հիմի կոնկրետ Արդեն դուք չեք Ասենք բա դա ռեստերի տակ ենք, եկնեմ էլ չենք կարող։ մի տնից ժողովուրդ, մի տնից, հələ ռազմիկ, սպասի, մի տնից, երկու հոգու օր ու տղին զապրետ են ունած։ Արի ախպերս մի ոմա չի, արի ախպեր։ Արի մեր աչի արցն ախպեր։ Այս տղին իր հորը զապրետ են օրած 90 օրվա համար։ մոտիկ արի ներգասի։ 90 օրվա համար։ Վահան Արշակյան։ 90 օրվա համար, որ 90 օրը գերազանցել ենք։ Առաջ։ Առաջ եկեք, այստեղ մեջտեղը կանգնեք։ Այ, ահա, ձեր հիմա անուն ասեք։ Վահան Արշակյանը անունազգանուս։ Զապրետի տակ է։ 90 օրվա համար զապրետ են արել 5 տարի։ Քանի օր եք գերազանցել 14 օր։ 104 օր։ ու երբ եք իմացել։ Սահմանին եք իմացել, եկել եք։ Չէ, գնացել եմ Սբերբանկի քարտը փակել, գնացել եմ որ իմանամ ինչն է խնդիրը, ինչի համար եմ փակել, այդ օրն իմացել եմ։ Այս քարտը ձեր բանկային փակվել է, դրա իմացել։ Հա։ Այս ինչ կապ ունի քարտը դրա հետ։ Այդ չեմ կարող պատասխանել։ Իրանք այդ քարտին վրա են գալանքել։ Ռուսական քարտա, դրա համար իրանք երկրի քարտն է։ Արգելքում եք վերադառնալու։ Այո, Քանի տարի։ 5 տարի։ Դաժե մինչև անգամ իր պապան գնացել է հետ են տվել տամոժին։ Ասել են 5 տարով փագա ձեր ճանապարհը։ Իր հայրիկը։ Այո։ Դուք այդ մասին չեք իմացել, որ մինչև 90 օր կարող եք գնալ։ Չէ, չեմ իմացել։ Ամեն անգամ հարցերն են Լսելով փագանիշ գիտեի, որ ասենք, ասել են ձեր չի վերաբերվում, դուք տրանզիտ մտնում դուրս եք գալի։ Բայց դա վերաբերում է ակասը մեզի։ Կորոնայի ժամանակ, որ կորոնա էր, սաղին փագին, բայց մեզի չփագին, այդ մեզի չվերաբերված։ Այդ ինչ եկա, որ 90 օրը վերաբերված։ Խի, կորոնայի ժամանակ ոչ մի բեռնափոխադրում չի կանգնել։ Բարի մեկից օրենք փոխվել այս տարվա։ Կորոնայի ժամանակ էլ հրաման եկա, որ մուտք ու ելք պետք է չլինի։ Թե տուրիստ կլինի, թե կետաս աշխատանքի, մենակ բեռնափոխադրում դա գնաց է եկել է։ Հիմա դրա պարզաբանում ձեզ նույն էկոնոմիկայի նախարարը տվել է, ինչով է պայմանավորված եղել, որ անցագետում ձեզ Նույն մարդը, որ վերաբերում, հիմա դարձել է, որ պետք է զբաղվեն մեզանով, որ պատասխան տան, չէ՞։ Ես 2 տարի մենք մոդեն մենք հարց ենք տալիս, շատ բաներն ենք հարցնում, ունի չէ մի պատասխան չենք տալիս, զբաղվում են, ինչ ձև են զբաղվում, որ մենք իմանանք։ Մեզի ժամանակ, կարճ կոնկրետ ժամանակ, ինչքան վախեցա այդ հարցին լուծում ելնելու։ Մեզի պետք է ռեալ պատասխան։ Ոչ թե զբաղվել, իրանք ոչ մեկն էլ չի զբաղվում։ Էկոնոմիկայի նախարարը Հայաստանի այս դեպքում ով է, որ ինքը այդ հարցին լուծում տա, որովհետև դա Ռուսաստանի պետդուման է որոշում։ Էկոնոմիկայի նախարարն ինչ արի Հայաստանի համար։ Մի հատ կարակ հարցից պատասխանեք։ Թե ինչ պետք է անի։ Ես չգիտեմ։ Միջև անգամ մենք մտել ենք իրանց այդ հանդիպման, ասում են, եթե չեք ուզում այս ձևի աշխատեք, գնացեք վրացական համաները, վրացական ֆիրմա բացեք, այդպես աշխատեք, որ հարց չվճարեք։ Կառավարության աշխատող։ Ինչ եք ուզում այս երկրի աշխատողներից, կառավարության, այն էլ կոչվում է։ մենք ասում ենք օրենքը Ռուսաստանում է։ Օրենքը Ռուսաստանում է։ Ինչ պիտի անի։ Կազախստանը ինչ արեց։ Ինչ է արել։ Կազախստանը էլան, ասին որ մեր շոֆերների վրա չազդի։ Էլան իրանք են ներկայացին Ռուսաստանին, Ռուսաստանը շոֆերների ճանապարհը բացեց։ Նույնն է պետք է մեր Հայաստանի
ղեկավարներն հելնել են նույնն էլ մեր ղեկավարներն հելնել որ ասեն մեր շոֆերների վրա դա պետքա չազդի մենք չենք գետալու աշխատել չենք գետալու հանգստանալու Մեծ հասելի։ Ձեր ապա աշխատել են։ Սահման եք հատում, այսինքն վրացական լարշով դեպի Ռուսաստան։ Ձեզ վստահ եմ, սահմանապահները հարցնում են ձեր մուտքի նպատակը։ Ասում եք մեր հարց որ մտնում ես հարցում են առաջին ասում են ինչ ես բերել գրուզը ասում ես խոսքի կայնակ ինքը գրմա կայնակ որ դու բերել ես վсё ուրիշ ոչ մի բան